Իրավաբանական համայնքն ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականությունն է քննարկում, ինչ թերություններ այն ունի, ինչ լրացումներ ու փոփոխություններ են հարկավոր օրենքին։ Ի սկզբանե օրենքը բավականին հակասահմանադրական ու խնդրահարույց տարրերով ընդունվեց ու արժանացավ մասնագիտական համայնքի քննադատությանը։ Շատ թերի է, հակասահմանադրական չեմ համարձակվում նման բան ասել, արդեն ՍԴ-ն ասել է, բայց շատ թերի է, բայց դա միայն Հայաստանի խնդիրը չէ, դա գլոբալ խնդիր է, կրկնում դա զարգացող իրավունք է, որովհետև հանրային գլոբալ շահը անընդհատ ավելի ճնշող է դառնում, այն է կազմակերպված հանցավորության, անդրսահմանային հանցավորության դեմ պայքարը, մանավանդ տրաֆիկինգ, փողերի լվացում, եւ նման օրենքները տարբեր երկրներում շատ դժվար են մերվում, համակերպվում մարդու իրավունքների հետ։ Սահմանադրական դատարանն այդ օրենքի վերաբերյալ իր որոշումն արդեն հրապարակել է, հայտնելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու պահից հետո։ Պետք է այդ գույքը այսուհետ, որը բռնագանձման ենթակա է, կապ ունենա հանցանքի հետ, մեկ, եւ երկրորդը պետք է համապատասխան պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելուց հետո ձեռք բերված լինի։ Մասնագետների դիտարկմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրման ժամկետն էլ բավականին երկար է սահմանված։ Այն գնում հասնում է մինչև 1991 թվականի սեպտեմբեր։ Իրավաբաններն ասում են, երբ որ ապացուցողական բեռը դրվում է պատասխանող կողմի վրա, շատ դժվար է դառնում 90-ականների ժամանակագրությամբ գույքի օրինականության ծագման հիմքի մասին ապացույց ներկայացնելը։ Հաշվի առնելով նաև հետսովետական տնտեսական իրավիճակը մարդկանց ապացուցելու փաստական հանգամանքներ բերելու, թե այս կամ այն գույքի ծագման աղբյուրը հիմքը որն է։ Մեր մոտ իմ կարծիքով ամենամեծ խնդիրը երկուսը կնշեմ, մեկը օրենքի չափազանց երկար հետադարձելիությունն է մինչև 91 թվականը, եւ երկրորդ խնդիրը, որ քրեական գործի հետ զուգամիտում, երբ որ լինում է, այստեղ արդեն երբեմն քաղաքդատավարությունը կարելի է կոնկրետ գործով, կոնկրետ հանգամանքներում համարել որպես քողարկված քրեական հետապնդում, որը նույնպես ՄԻԵԴ-ը բավականին լավ շոշափում է, բայց ՍԴ-ն շատ մակերեսային թռուցիկ կերպով է այդ խնդրին անդրադարձել։ Ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված 140 վարույթ կա հարուցված։ Դրանց մի մասով արձանագրվել են հաշտություններ, մի մասն էլ դեռ վարույթային փուլում են։ Սահմանադրական իրավունքի մասնագետի ձևակերպմամբ քաղաքացիները կարող են միետ հասնել, եթե նրանց համար ոչ ցանկալի դատական ակտեր կայացվեն եւ Հայաստանում սպառվեն ներպետական բոլոր միջոցները։ Դատախազությունն ու օրենսդիր մարմինն ըստ սահմանադրական դատարանի պարտավոր են առաջնորդվել արդեն իսկ ընդունված որոշմամբ ու ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում կատարեն համապատասխան փոփոխություններ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։